Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Երկու խոսք վարչապետի Մոսկվա կատարած այցի մասին։ Ստացված է արդյոք այս այցը։ Բնականաբար ոչ։ Այցը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան փորձեց լուծել առկա խնդիրները։ Ռուսաստանի ղեկավարությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ չի հանդուրժելու այլևս, որ Հայաստանը միաժամանակ փորձի նստել երկու աթոռի վրա։ Ցույց է տալիս, որ իր համար անհամատեղելի է Եվրոպական միություն, Եվրասիական միություն կապը, եւ Հայաստանը չի կարողանալու այս ամենը զուգակցել եւ պետք է ընտրություն կատարի։ Հիմա ինչ է սպասվում մեզ, եթե այս ամենը դառնում է իրականություն։ Բնականաբար գազի գների շեշտակի աճ, բնականաբար արտահանվող ապրանքների ծավալների շեշտակի անկում, իսկ զուգահեռ արտահանման մասին այլևս կարող ենք մոռանալ։ Այս ամենը բերելու է տնտեսական բավականին լուրջ հետևանքների, գործազրկության եւ ոչ որպես կանոն տնտեսական ճգնաժամի։ Այս ամենից օգտվելու է բնականաբար Ադրբեջանը։ Այսօր արդեն Ադրբեջանը ներկայացված է Հայաստանի տնտեսության մեջ իր էներգակիրներով, բայց ինչպես մեզ հավաստիացնում էին, ադրբեջանական բենզինի առկայությամբ բենզինի գինը Հայաստանում չի ճաք։ Այն ավելի է բարձրանում եւ օր-օրի ավելի է բարձրանալու, եթե մենք մնացինք միայն ադրբեջանական նավթամթերքների հույսին։ Հայաստանում բենզինի գինը ավելի կբարձրանա, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանի խոսքով արդեն թանկացած բենզինը ավելի կթանկանա մեր երկրում։ Մենք ունենք կանխատեսում, որ բարձրանալու է, որովհետեւ Զգալու է այս ամենն իր վրա Հայաստանի քաղաքացին, բնականաբար զգալու է։ Այն գործազրկության մակարդակը, որ կարող է շեշտակի բարձրանալ Հայաստանում, հարվածելու է յուրաքանչյուր ընտանիքին։ Բացի այդ, Ադրբեջանից մենք ընկնելու ենք անմիջական տնտեսական կախման մեջ, եւ արդեն Ադրբեջանի ղեկավարության կմահաճությունից է կախված լինելու, որքանով մենք կկարողանանք տնտեսական գործունեություն ծավալել կամ չենք կարողանա։ Իսկ եթե վերջինս ստիպեց մեզ կատարել իր պայմանները, ապա պայմաններից ամենից ծանրը լինելու է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Բացի այդ, Հայաստանի գյուղատնտեսությունը եւս կանգնած է լինելու բավականին լուրջ վտանգի եւ ոչնչացման առաջ, քանզի ադրբեջանցիներին եւ թուրքերին պետք չէ մրցակից գյուղատնտեսություն։ Մենք ունենալու ենք այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, բայց Աստված մի արասե, որ այդ արևմտյան Ադրբեջանը կարող է լինել ուղղակի Հայաստան առանց տնտեսական հնարավորությունների, առանց փողի եւ առանց աշխատատեղերի։